Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 5-րդ գլուխ Դավիթ գլա Իսրայելի եւ Հութայի թագավոր։ Իսրայելի բոլոր դողմերը Քեփրոն եկան Դավիթի եւ անոր ասին. ահա մենք ու ոսկորդ ու միսդ ենք։ Նախաբեսալ երբ Սավուղ մեր վրա թագավոր էր, Իսրայելը դուրս հանողն ու ներս բերողը թուն էիր, եւ դերը քեզի ասավ. իմ ժողովուրդս Իսրայելը թուն պիտի հովվես ու Իսրայելի վրա թուն առաջնորդ պիտի լաս։ Իսրայելի բոլոր երեցները Քեփրոն եկան թագավորին ու Դավիթ թագավոր դիրոջ արչև անոնց հետ տաշին կնքեց Քեփրոնի մեջ։ Անոնքալ Դավիթը Իսրայելի վրա թագավոր օծեցին։ Դավիթ 30 տարեկան էր երբ թագավոր եղավ ու 40 տարի թագավորեց։ Քեփրոնի մեջ Հութայի վրա 7 տարի եւ 6 ամիս թագավորեց, իսկ Երուսաղեմի մեջ ամբողջ Իսրայելի ու Հութայի վրա 33 տարի թագավորեց։ Թագավորը իր մարտոցմով Երուսաղեմ գնաց, այդ երկրի մեջ բնակող հեփուսացիներուն թեմ, որոնք Դավիթի ասին. եթե գույրերն ու գաղերը չհեռացնես, հոմ պիտի չմտնես, գարձելով թե Դավիթ չի գրնար հոմ մտնել։ Բայց Դավիթ գրավեց Սիոնի փերթը, որ Դավիթի քաղաքը կգոչվի։ Դավիթ այդ օրը ասավ. ով որ հեփուսացիները զարնե եւ չրանց կհասնելով Դավիթին անցին ադելի եղող գաղերն ու գույրերը հեռացնե, անիգա զորակլուխ պիտի լա։ Ասոր համար գսեն գույրն ու գաղը դունը պիտի չմտնեն։ Դավիթ այդ փերթի մեջ բնակեցավ եւ զայն Դավիթի քաղաքը գոչեց։ Դավիթ անոր շուրջը մելոնե թեբի ներս շենքեր կառուցանեց։ Դավիթ հետը սեդը գմեծնար ու դերը զորքերու Աստվածը անոր հետ էր։ Դյուրոսի Քիրամ թագավորը Դավիթի պատգամավորներ ղրգեց, նաև մայրի փայդեր, հյուսներ ու որնաթիրներ, որոնք Դավիթի դումը կառուցանեցին։ Այնադեն Դավիթ գիտավ, թե դերը զինք Իսրայելի վրա թագավոր հաստատած է եւ իր թագավորությունը բարձրացուցած է իր ժողովրդին Իսրայելի սիրույն համար։ Դավիթ Քեփրոնեն կալեն յետ ուրիշ հարջեր ու գիներ արավ Երուսաղեմեն։ Դավիթի ուրիշ որդիներ եւ աղջիկներ ալ ծնան։ Ահա վասիկ Երուսաղեմի մեջ անոր ծնածներուն անունները. Սամաա, Սովփապ, Նաթան, Սողոմոն, Հեպար, Եղուսվա, Նափեգ, Հափիե, Եղիսամա, Եղիաթա ու Եղիփաղեդ։ Հաղթանակ փղշտացներուն վրա։ Երբ փղշտացները լսեցին Դավիթի թագավոր Օձվիլը Իսրայելի վրա, բոլոր փղշտացները բարձրացան, որբեսի Դավիթը փնտրեն։ Ասիկա լսելով Դավիթ փերթ իջավ։ Փղշտացները եկան ու Ռափայիներու հովիդի մեջ դարածվեցան։ Դավիթ դիրոջ հարցուց. փղշտացներուն թեմ բարձրանամ, զանոնք իմ ցերկս պիտի մատնես, դերը Դավիթի ասավ. բարձրացիր, քանի որ փղշտացները անշուշտ քու ցերկդ պիտի մատնեմ։ Այնադեն Դավիթ փահաղ Փարասին գնաց, Դավիթ զանոնք հոն զարգավ եւ ասավ. դերը թշնամիներս իմ արջևս բադարեց, ինչպես ճուրերը թումբերը կբադրեն։ Հետևաբար այդ դեղին անունը փահաղ Փարասին գոչվեցավ։ Փղշտացները հոն լքեցին իրենց զգուրքերը, Դավիթ եւ իր մարդիկն ալ զանոնք դարին։ Փղշտացները վերստին բարձրացան ու Ռափայիներու հովիդի մեջ տարածվեցան, երբ Դավիթ դիրոջ հարցուց անըսավ. մի բարձրանար, հաբա անոնց յետևեն դառնալով թթենիներուն թիմած անոնց թեմ կնա։ Եթե թթենիներուն քակատը քալվածքի ցայմը լսես, այն ադեն սլացիր, քանի որ այն ադեն դերը քո արջևետ դուրս ելած պիտի ըլա փղշտացներուն փանագը զարնելու համար։ Ուստի Դավիթ այնպես ռավ, ինչպես դերը իրեն հրամայեց, ու փղշտացները զարգավ քապայեն մինչև քազեր։ Փառք ես դեր Աստված մեր։ Ամեն։